Ոստիկանության Մալեցիայի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր 1982 թվականին ծնված Կարեն Վարդանյանը։ Մարտի 17-ին Արաբական Միացյալ Էմիրություններ մեկշաբաթյա գործուղում մեկնելու նպատակով նա դուրս էր եկել տնից եւ չէր վերադարձել։ Արտասահման մեկնելու հանգամանքներ գուցե պատճառը, որ անհայտ կորչելու հայտարարությունն ուշացավ։ Սոցցանցերում ակտիվ օգտատերերն էլ անհանգստացած էին եւ պարբերաբար գրառումներ էին կատարում, փնտրելով Կարենին։ Ցավոք արդարացան ամենահոռետեսական կանխատեսումները։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական եւ որոնողական աշխատանքներն արդյունք չտվին։ Կարեն Վարդանյանին հայտնաբերել չհաջողվեց։ Մարտի 30-ին սպանության հատկանիշներով հարուցվեց քրեական գործ։ Հաջորդ օրն արդեն հանցագործությունը բացահայտված էր։ Հանցագործության բացահայտման համար ոստիկանությունը համագործակցեց ազգային անվտանգության ծառայության, դատախազության եւ քննչական կոմիտեի աշխատակիցների հետ։ Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման հանգուցալուծումը մարտի 31-ին էր։ Ոստիկանության քրեական հետախուզության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, Երևան քաղաքի վարչության, Պարեկապահակետային գնդի եւ Մալեցիայի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում Տիգրան Մեծի եւ Երվանդ Քոչարի փողոցների խաչմերուկից ժամը 23:40-ին սպանություն կատարելու կասկածանքով Երևան քաղաքի վարչություն նախ բերման ենթարկվեց 23-ամյա Գևորգ Զոհրաբյանը։ Գևորգ Զոհրաբյանը Մայրաքաղաքի Լենինգրադյան փողոցի բնակիչ է։ Գրեթե միաժամանակ եւ նույն կասկածանքով Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղից բերման ենթարկվեց նաեւ Երևանի Սիսակյան փողոցի բնակիչ 43-ամյա Արթուր Միհրանյանը։ Ես դու մտնում 1 2 գնա ուժը 3 Օտար Օրգի լավա всё դանդալը այս Պարզվեց, որ մարտի լույս 18-ի գիշերը Գևորգ Զոհրաբյանն ու Արթուր Միհրանյանը շահադիտական դրդումներով բութ գործիքով հարվածներ հասցնելով սպանել են Կարեն Վարդանյանին։ Անկերոջս հետ Սևանի ճանապարհին սպանել են գարաժում տարածան։ Նպատակն այն էր, որ տիրանան նրան պատկանող Լենինգրադյան փողոցի բնակարանի վաճառքից ստացված գումարին։ Պարզվեց նաև, որ նրանք դին տեղափոխել են Գևորգ Զոհրաբյանին պատկանող Սիսակյան փողոցում գտնվող ավտոտնակ եւ թաղել։ Rekala. Որտեղ է խաղված Կարեն Վարդանյանը։ Որտեղ է խաղված Որտեղ։ Ում դիական հանվեց փոսից։ Կարեն Վարդանյանը։ Նշանակվել են փորձաքննություններ, Գևորգ Զոհրաբյանն ու Արթուր Միհրանյանը ձերբակալված են, նախաքննությունը շարունակվում է։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի մարտի 31-ից ապրիլի 1-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է։ Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 8-ը, բացահայտվել է գողության 6, խարդախության 17, յուրացման 4, շորթման եւ կաշառակերության 1-ական, դրամանենգության եւ խուլիգանության 2-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը հայտարարում է ընդունելություն ռազմականացված ստորաբաժանումներում աշխատանքի անցնելու համար մինչև 65 տարեկան Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, որոնք նախկինում ծառայել են Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում, պաշտպանության նախարարության համակարգում եւ ազգային անվտանգության ծառայությունում եւ իրենց առողջական տվյալներով ի վիճակի են կատարելու պահպանության ռազմականացված ստորաբաժանումների վրա դրված պարտականությունները։ Աշխատանքային պայմաններին նախկին աշխատակիցները կարող են ծանոթանալ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ենթակա պահպանության բաժին բաժանմունքներում ըստ բնակության վայրի։ Խնդրվում է ներկայանալիս ունենալ անձնագիր, զինվորական գրքույկ եւ ուսման վերաբերյալ փաստաթուղթ, ատեստատ կամ դիպլոմ։